Քանի որ դատական նիստից առաջ եւ դատարանին եւ հանրային մեղադրողներին բնութագրող եւ առողջական վիճակին վերաբերող փաստաթղթեր արդեն իսկ տրամադրված են, կարծում եմ ցանկացել են, դրանից եւս փաստաթուղթ կներկայացնեն պատվարժան դատարան մերձավոր ազգականի վերաբերյալ, որը չեմ ցանկանում հրապարակել, չեմ փոխանցել։ Պատվարժան դատարան նախ բնութագրելով Արման Իսրայելյանին պետք է նշեմ, որ նրան ճանաչում եմ 1997 թվականից։ Նա զինվորական է, սպա, ով Հայաստանի տարբեր սահմանային զորամասերում զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ, ներգրավված լինելով եւ մարտական հերթապահության մեջ եւ պատվերելով մարտական խնդիրներ։ Իսրայելյան ծառայությունը շարունակել է ոստիկանության զորքերում, կատարելով խնդիրներ թե Հայաստանի Հանրապետության տարածքում, թե Արցախի Հանրապետությունում։ Մասնավորապես խոսքը վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմին։ Նաև պատվարժան դատարան դրանից հետո Իսրայելյանի հրամանատարության տակ գտնվող զորամասը մարտական հերթապահություն է իրականացրել Տավուշի սահմանագոտում։ Նկատի ունենալով, որ այս փուլում հիմնավոր կասկածի հարցը չի կարող քննության առարկա դառնալ, այդ հարցին մանրամասն չեմ անդրադառնա, սակայն դատարանի գնահատման համար Հարկ է փաստել, որ քրեական գործում չկա որևէ տվյալ, որ Արման Իսրայելյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի, ՀՀ սահմանադրությամբ չթույլատրված եղանակով իշխանությունը զավթելու կամ ահաբեկչական որևէ գործողության հետ։ Հակառակը, նա որպես ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար, իր պաշտոնավարման ընթացքում պահպանել է հասարակական կարգը, որի կապակցությամբ արժանացել է տարբեր խրախուսանքների, այդ թվում պարգևատրվել է անվանական զենքով, որն արգելավվել է եւ վարույթն իրականացնող մարմնի կողմից մատուցվում է որպես հանցագործության գործիք։ Գործով ոչ միայն չի հաստատվել Իսրայելյանի առնչությունը իրեն մեղսագրվող արարքին, այլ չկա որևէ տվյալ, որ նա կատարել է որևէ արտօրինի գործողություն։ Պատվարժան դատարան Արման Իսրայելյանը ամուսնացած է, խնամքին են 3 երեխաները, դուստրը Հասմիկ Իսրայելյանը ուսանողուհի է, սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Որդիները Նայիրին եւ Լևոնը պատվարժան դատարան սովորում են տարբեր դպրոցներում, ընդ որում տարբեր դպրոցներում։ Ներկայումս նրա ընտանիքի ամբողջ հոգսը կրում է կինը Մերի Մուրադյանը, ով աշխատում է առավոտյան ժամ 8:30-ից մինչև 16:00 գաց ժամանակահատվածում։ Նման պայմաններում պատվարժան դատարան Իսրայելյանի 8-ամյա որդու, մասնավորապես Լևոնի խնամքի եւ ուսման դաստիարակության առնչությամբ առկա են խնդիրներ, քանի որ փոքր որդու ուսմանի ու դաստիարակության հարցերով առավելապես զբաղվել է հայրը։ Այս համատեքստում հատկանշական է նաև, որ դեռևս 2 ամիս առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գնահատելով կալանքի հիմքերը եկել է այն եզրահանգման, ինչը նշվեց նաև հանրային մեղադրողի կողմից, որ տվյալ դեպքում բացակայում են նոր հանցանք կատարելու, ինչպես նաև փախուստի հիմքերը։ Նշված դատական ակտի դեմ վարույթի հանրային մասնակիցների կողմից բողոք չի ներկայացվել, ինչից ուղղակի կարելի է ենթադրել, որ դրան համաձայն են նաև հանրային մեղադրողները։ Սույն թվականի օգոստոսի 8-ին դատական ակտով եւս սույն դատարանում արձանագրվել է պատվարժան դատարան միայն խոչընդոտելու հիմք։ Հարկ է նշել, որ թե նախաքննությամբ, թե դատալսումների ընթացքում Իսրայելան դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ։ Քրեական գործով մյուս 17 մեղադրյալներից շատերին պատվարժան դատարան ինվստահորդը ծանոթացել է սույն դատարանում դատական նիստերի ընթացքում։ Քրեական գործով թվով 34 վկաներից Արման Իսրայելյանի անունը հիշատակել է միայն մեկ վկա Աշոտ Պետրոսյանը։ Վերջինս պատվարժան դատարանը ընդհանրապես նշել է, որ ճանաչում է Արման Իսրայելյանին, նա հանդիսացել է զորամասի հրամանատար, նրա հետ ունի լավ հարաբերություն։ Այսքանն է պատվարժան դատարան, քրեական գործի ամբողջ ծավալում են տվյալները, այսինքն այն վկաները կամ մեղադրյալները, որոնց շարքում այդ ենթադրական խոչընդոտելու հանգամանքը կարող է քննության առարկա դառնալ։ Բոլոր այն ապացույցները, որոնք ենթադրաբար կարող են օգտագործվել Իսրայելյանի դեմ, գաղտնալսումներ կամ վարույթային գործողությունների արձանագրությունները եւ հանրային մեղադրողների կողմից չներկայացվեց որևէ ողջամիտ ենթադրություն, Արման Իսրայելյանը ինչ եղանակով կարող է խոչընդոտել քրեական վարույթին, որովհետև պատվարժան դատարան չի կարող ներկայացնել նման տվյալ։ Հարկ է
եմ համարում անդրադառնալ նաև Արման Իսրայելյանի առողջական վիճակին։ Պատվարժան դատարան արդեն իսկ ներկայացվել են տարբեր ժամանակահատվածներում Իսրայելյանի առողջական վիճակին վերաբերող բժշկական փաստաթղթեր, որոնց ուսումնասիրության արդյունքում կարելի է հանգել այն հետևության, որ նա պարբերաբար ունեցել է նույնաբնույթ առողջական խնդիրներ, որոնց առնչությամբ մի քանի անգամ ենթարկվել է բժշկական միջամտության։ Նշված առողջական խնդիրներն ըստ էության չեն վերացել, այլ հակառակը բանտային պայմաններում բնականաբար ավելի են խորացել։ Այն, որ բանտային կալանքի ժամանակ իսրայելյան առողջական վիճակի կտրուկ վատթարացում տեղի չի ունեցել, պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ նա առավելագույն չափով դրսևորում է ֆիզիկական ակտիվություն, սակայն կարծում եմ բոլորին պարզ է, որ բանտային կալանքի պայմաններում հնարավոր չէ ապահովել այնպիսի ֆիզիկական ակտիվություն, որը չի զարգացնի նախկինում ունեցած առողջական խնդիրները, ել չեմ խոսում հնարավոր ֆիզիոթերապիայի մասին պատվիրակությունները։ Նաև դատարան են ներկայացրել Իսրայելի մերձավոր ազգականների առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ բժշկական փաստաթղթեր եւ վերնշված հանգամանքներով պայմանավորված պատվիրակության դատարան Արման Իսրայելյանը ինչպես յուրաքանչյուր արժանապատիվ հայ ունի ծնողական պարտականություններ զավակների առջև եւ որպես զավակ պարտավորություններ ծնողների առջև, որոնք արդեն իսկ ինչպես նշեցի, դատարան ներկայացված փաստաթղթերով հակներով պետք է լինի եւ դատարանի համար եւ հանրային մեղադրողների համար, դրանք չեմ ցանկանում ներկայացնել մանրամասն։ Ինչպես նշեցի, Արման Իսրայելյանը ենթարկվել է վիրահատությունների եւ բժշկական միջամտությունների, հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են։ Կարծում եմ ակնհայտ է պատվարժան դատարան, որ ավելի քան 15 տարվա վաղեմություն ունեցող հիվանդությունները պարբերաբար կրկնվել են եւ նաեւ բժշկական միջամտության եւ համապատասխան միջամտությունների արդյունքում է առ այսօր պահպանվել են առողջական վիճակը, որ այժմ ունի վստահող։ Նման պայմաններում պարզ է, որ կալանքը որպես ծայրահեղ դեպքում կիրառելի խափան միջոց չի կարող հետապնդել իրավաչափ նպատակ, դրանով ոչ իրավաչափորեն սահմանափակվել են Իսրայելյանի ազատության իրավունքը, ինչն ուղղակիորեն անդրադառնում է նաև նրա որդիների ուսման եւ դաստիարակության հարցին։ Կալանքի պայմաններում բնականաբար նա չի կատարել եւ շարունակաբար չի կարող կատարել իր պարտքը թե զավակների, թե ծնողների առջև։ Պատվարժան դատարան, ինչպես նշեցի, հարկա չէ հիմնավոր կասկած, որ Արման Իսրայելյանն առնչություն ունի իր մերձագրվող արարքի հետ, հետեւաբար չկա խափանմիջոց կիրառելու որևէ հիմնավոր։ Այնուհանդերձ, անդրադառնալով խափանմիջոց կիրառելու հիմքերին պետք է փաստել, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև այլընտրանքային խափանմիջոցների կիրառման պայմաններում, մասնավորապես վարչական հսկողություն։ Վարչական հսկողությունը անհրաժեշտ ցանկացած սահմանափակումներով լիովին բավարար է Իսրայելյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, որին հնարավոր է նաև համակցված կիրառել նաև բացակայելու արգելքը եւ գրավը մինչեւ 5 միլիոն դրամի չափը։ Պատվարժան դատարան գրավի չափը նշելով 5 միլիոն դրամը, ես ցանկանում եմ նշել, որ դա առավելագույն չափն է եւ դա բավականին մեծ գումար է իր սոցիալական վիճակից ելնելով, ինչպես նշեցի, ընտանիքի կերակրող այս պահին կինն է Արման Իսրայելյանը զինվորական թոշակառու։ Այնուհանդերձ տվյալ փուլում, եթե դատարանը համարի, որ վարչական հսկողությունը համակցված այլ խափանմիջոցների հետ բավարար չեն Իսրայելյան պատշաճ վարքագիծն ապահովելու համար, ապա խնդրում եմ կիրառել ցանկացած այլընտրանքային խափանմիջոց կամ դրանց համակցություն, այդ թվում տնային կալանք։ Միաժամանակ պատվարժան դատարան նշեմ, որ տնային կալանքի պայմաններում միևնույնն է Իսրայելյանը չի կարող զբաղվել թե իր առողջական վիճակով, թե ընտանիքին որևէ կերպ օգտակար լինել եւ ըստ էության եւս մեկ sense կոպիտ ասած բերքը դառնա ընտանիքի համար։ Ավելացնեմ նաև, որ սույն քրական գործով բոլոր մեղադրյալներին մեղսագրվում է նույն արարքը, նույնական մեղադրանքի պայմաններում մեղադրյալների նկատմամբ կիրառված են ամենախիստ խափանմիջոցից մինչև ամենամեղմ։ Նախորդ ամիսների ընթացքում ազատության մեջ գտնվող մեղադրյալները իրենց վարքագծով ապացուցել են, որ ավելի խիստ խափանմիջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է։ Նաև դատարանն է փաստել, որ մասնավորապես Արման Իսրայելյանի դեպքում բացակայում են ինչպես փախուստի, այնպես էլ հանցանք կատարելու ռիսկերը։ Իսկ քրական վարույթին որևէ կերպ ոչնդոտելու համար չկա ոչ միայն որևէ ռիսկ, այլ նաև տրամաբանություն, քանի որ ինչպես նշեցի, Իսրայելյանի դեմ որևէ ցուցմունք առկա չէ ոչ մեղադրյալների շրջանում, ոչ վկաների։ Պատվարժան դատարան, խնդրում եմ
իսրայելյան նկատմամբ որպես խափանամիջոց կիրառել վարչական հսկողությունը, բացակայելու արգելքը անհրաժեշտության դեպքում նաև գրավում։